Ես Մուֆլոն եմ, ես այստեղի քաղաքացիներից առաջ, դուք ինձ փորագրել եք քարին, կրկնել պարում, կրել եք ձեր մարմնի վրա։ Ես ձեզ հիշեցնում եմ, թե ինչ է նշանակում ապրել ներդաշնակ այն ամենի հետ, ինչ արդեն գոյություն ունի։ Այս ուղերձը Մուֆլոնի պատկերով է, այսպես են ներկայացված Դիլիջանի երկրագիտական թանգարան պատկերասրահում բացված ներկայության հետքեր ինքնատիպ ցուցահանդեսի բոլոր գործերը։ Ներկայացված ինստալացիաները ստեղծագործության շարունակությունն են։ Կենդանին առաջին դեմքով դիմում է դիտողին, պատմում ով է ինքը, որտեղ է ապրում եւ ինչ կլինի, եթե ինքը վերանա։ Երբ մարդը կարդում է այս ինֆորմացիան, անտարբեր չի մնում։ Ինձ նույնիսկ մոտեցան եւ ասացին. շատ հուզիչ է գրված, եւ խոսքը միայն գիտական տվյալների մասին չէ։ Այս ցուցահանդեսը ոչ միայն մեծերի, այլև փոքրերի համար է։ Ըստ հեղինակի Լուիզա Նասլյանի, էկոլոգիան այն հետքն է, որը մարդը թողնում է աշխարհում, առաջարկում է կանգ առնել, խորհել եւ ավելի պատասխանատու լինել։ Իր ստեղծագործությունների համար օգտագործել է հնամաշ ջինսեր, այլ կերպ ասած, արդեն գործածության համար ոչ պիտանի իրեր, թափոն։ Իր արվեստի ելակետը մարդու եւ բնության փոխհարաբերություններն են, որն ավելի շատ վերածվում է եղխոսության, բնության եւ ինքն իր հետ։ Հիմնականում երեք ուղղություն է իմը՝ մարդը բնության հետ, մարդը հասարակության եւ մարդը ինքն իր հետ։ Այդ բոլորով էլ աշխատում եմ։ Ես ունեմ տարբեր շարքեր, կոնկրետ այս մեկը կոչվում է ապլիկացիաներ, հին հնամաշ ջինսերից։ Ուղղակի Facebook-ում գրել եմ, ով ունի հին ջինս, մի թափեք տվեք ինձ, եւ մարդիկ նվիրաբերել են։ Ծնունդով Շիրակի Նալբանդ գյուղից մասնագիտությամբ լեզվաբան Լուիզա Նասլյանը ստեղծագործել սկսել է 6 տարի առաջ։ Հայաստանը ներկայացրել է տարբեր երկրներում, արդեն 4 տարի գերմանացի ամուսնու հետ ապրում է Դիլիջանում։ Ցուցադրված աշխատանքների մի մասը այստեղ է ծնվել եւ իր առաջին ցուցահանդեսն է քաղաքում։ Ներկայության հետքեր նախագիծը միայն ցուցադրությամբ չի ավարտվում։ Այն ունի նաեւ կրթական բաղադրիչ, կլինեն վարպետության դասեր եւ դասախոսություններ։ Աշխատարանների միջոցով հրավիրում ենք տարբեր մասնագետների, որոնք բարձրացնում են մեր իրազեկումը էկոլոգիայի եւ մեր կենսակերպի վերաբերյալ, որ կարողանանք ավելի կայուն ապրելակերպ վարել։ Թանգարանում իր տեսակի մեջ առաջին ցուցահանդեսը, որը մեկտեղում է օգտակարն ու հաճելին, կտևի մինչև մայիսի վերջ։ Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։